Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը։ Վարչապետը շնորհավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին եւ բոլոր դիվանագետներին մասնագիտական օրվա առիթով։ Արտաքին գործերի հարգելի նախարար, նախարարի հարգելի տեղակալներ, հարգելի դիվանագետներ, դիվանագիտական ծառայության հարգելի աշխատողներ, շնորհավորում եմ բոլորիս դիվանագետի օրվա առիթով։ Շնորհակալություն հայտնել ծառայության համար եւ ընդգծել, որ չափազանց կարեւոր է դիվանագիտության եւ դիվանագիտական ծառայության դերի եւ նշանակության գիտակցումը մեր երկրի զարգացման գործում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, երկրի անվտանգության եւ բնականոն զարգացման գործում դիվանագիտության եւ դիվանագիտական ծառայության դերին պետք է ավելի ուշադիր լինել, քանի որ անվտանգություն ասելիս սովորաբար միշտ հասկացել ենք բանակ։ Բայց ավելի ուշ ենք հասկացել, որ ինչքան շատ ենք անվտանգություն ասելիս դա կապում բանակի հետ, այդքան նշանակում է անվտանգության պակաս կա, կամ այդքան նշանակում է անվտանգության իրադրությունը կամ վիճակը բարվոք չէ։ Եվ ընդհակառակը, ինչքան շատ ենք մենք անվտանգություն ասելիս նկատի ունենում փափուկ գործոններ, ինչպես ընդունված է ասել, նշանակում է անվտանգության ավելի հուսալի մակարդակ կա։ Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխարհը, պրոցեսները, տեղի ունեցող փոփոխությունները եւ իրադարձությունների պատճառահետևանքային կապը ճանաչելը թույլ է տալիս միջավայրն ավելի կանհատեսելի եւ կառավարելի դարձնել։ Եվ այս առումով իհարկե այն իրադրությունը, որ մենք ունենք այսօր Հայաստանում արտաքին քաղաքական միջավայրի առումով, կարծում եմ բավականին շոշափելի եւ մեծ ձեռքբերում է։ Բայց նաև մենք պետք է չմոռանանք ի վերջո մեր դիվանագիտության եւ դիվանագիտական գործունեության արտաքին հարաբերությունների ոլորտում մեր գործունեության ամենակարևոր նպատակը, այդ նպատակը մեր երկրի պետական շահը, այն է մեր երկրի տնտեսական զարգացումը ապահովելն է։ Բայց նաև պետք է չմոռանանք ի վերջո մեր դիվանագիտական գործունեության արտաքին հարաբերությունների ոլորտում մեր գործունեության ամենակարևոր նպատակը։ Այդ նպատակը մեր երկրի պետական շահը, այն է մեր երկրի տնտեսական զարգացումն ապահովելն է, որովհետև դա էլ է խնդիր, երբ այդքան շատ կենտրոնացած ենք անվտանգության վրա, ինչը իհարկե կենսական անհրաժեշտություն է, բայց ինչքան անմիջական է մեր լարվածությունը եւ անվտանգության մեր կարիքը, այդքան նշանակում է, որ ուղղակի հեռու ենք տնտեսական զարգացման տրամաբանությունից, նշել է վարչապետ։ Եվ պետք է արձանագրել, որ վերջին տարիների պրոցեսները եւ այն ինչի մասին մենք հրապարակային խոսում ենք, ակնհայտորեն վկայում է իրադրության դիտանկյունի փոփոխության մասին, երբ որ մենք տարածաշրջանում, այդ թվում Ադրբեջանի այդ խաղաղության գործընթացի վերաբերյալ խոսելիս ասում ենք, որ կարծես տնտեսությունը վազանցում է քաղաքական պրոցեսներին, ինչը միանշանակ դրական է, որովհետև դա նշանակում է, որ մեր դիվանագիտական ջանքերը ավելի են կենտրոնացած տնտեսական զարգացման տրամաբանության վրա։ Ինչքան մենք կենտրոնացած ենք տնտեսական զարգացման տրամաբանության վրա, նշանակում է այնքան ավելի հեռացած ենք զուտ լարվածության եւ էսկալացիայի տրամաբանությունից եւ շրջանակից։ Իր ելույթում երկրի ղեկավարը խոսել է նաև այս տարիների ընթացքում ձեռք բերված խաղաղության մասին։ Ասում եմ, որ այն իրադրությունը, որ մենք ունենք, իմիջիալոց շատ կարևոր է, որ մենք դա գնահատենք։ Ես իհարկե մի փոքր այլ կուսակցական ֆորմատներում հիմա դրա մասին ավելի հաճախ եմ խոսում, բայց պետական ֆորմատներում էլ է շատ կարևոր խոսել դրա մասին։ Շատ կարևոր է, որ մենք եւ նաև դիվանագիտական ծառայությունը պաշտպանի այն ձեռքբերումները, որը այս տարիներին աշխատանքի արդյունքում, այդ թվում ձեր աշխատանքի արդյունքում մենք ունեցել ենք։ Շատ կարևոր է, որ մենք գնահատենք այն խաղաղությունը, որ ունենք։ Շատ կարևոր է, որ գնահատենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող ապաշրջափակումը, որ ունենք։ Վարչապետը շեշտել է, Հայաստանի տնտեսական զարգացումն ավելին է, քան կանխատեսվում էր, այդ թվում դիվանագիտական գործունեության հաշվին։ Այդ ձեռքբերումները պետք է կարողանանք պաշտպանել, որովհետև կարծում եմ, որ իսկապես հասել ենք մի հանգրվանի, երբ կարողանում ենք պաշտպանվել փոթորներից, կարկուտներից եւ բազում աշխարհաքաղաքական աղետներից։ Բայց սա էլ պետք է չընդունենք որպես ինքնին հասանելի մի բան։ Սա աշխատանքի արդյունք է, հետևողական եւ գիտակցված աշխատանքի արդյունք է։ Այսօր էլ շատերին անհանգստացնում է այն, որ ինչ որ աշխարհում շատ հանգիստ է եւ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ կասկածելի աշխարհում անհանգիստ է, Հայաստանի շուրջ կասկածելի եւ Հայաստանում կասկածելի հանգիստ է։ Ես հասկանում եմ նաեւ
անհանգստությունները, որովհետև դա ոչ սովորական իրավիճակ է, որովհետև երբ որ ոչ սովորական, այսինքն մեզ համար սովորական վիճակ չէ, դա կարող է նաև օբյեկտիվ անհանգստություններ առաջացնել, թե ինչքանով է այն ինչ որ մենք տեսնում ենք իրականությանը համապատասխանում։ Այն ինչ որ մենք տեսնում ենք համապատասխանում է իրականությանը, բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ դա երաշխավորված չէ եւ դրա շարունակականությունը պահանջում է ամենօրյա աշխատանք եւ առաջին հերթին մեր դիվանագիտական ծառայությունից եւ մեր դիվանագետներից։ Եվ ես համոզված եմ, որ մեր դիվանագիտական ծառայությունը ունի այդ կարողությունները իր եւ Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները խնամելու, պաշտպանելու, պահպանելու եւ զարգացնելու։ Ամփոփելով ելույթը վարչապետն արձանագրել է, որ այսօր գնում ենք ավելին իմանալու ճանապարհով, որովհետև դա նշանակում է օբյեկտիվ, ոչ միայն էմոցիոնալ, գործնական հնարավորություն ավելին անել մեր հայրենիքի Հայաստանի Հանրապետության համար։ Շնորհակալ եմ բոլոր դիվանագետներին մեր երկրի Հայաստանի Հանրապետության համար ավելին անելու պատրաստակամության եւ ամենօրյա աշխատանքի համար։